Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, մենք Free News-ի եթերում ենք Energy մարզասրահից։ Ես Քնարիկն եմ։ Այսօր լուսաբանել եմ մի խումբ պատմություն կերտող չեմպիոնների։ Եթերում է «Մարզվենք միասին» հաղորդաշարը։ Այսօրվա իմ հյուրերն են Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի փոխնախագահ եւ միջազգային կարգի մրցավար Թաուլու մրցաձևում Արամ Այդինյանը, նույն ֆեդերացիայի մրցաշարերի գլխավոր մրցավար Սանդա մրցաձևում եւ հանրապետական A կարգի մրցավար Գոր Թերզիկյանը եւ մեր նորաթուխ Եվրոպայի առաջնության մեդալակիրները, չեմպիոնները, փոխչեմպիոնները եւ բրոնզե մեդալակիրները։ Գոր ողջույն, ուրախ եմ, որ իմ տաղավարում եք։ Գոր, ուշուն ինչ է տալիս մարզիկին։ Ուշուն մարզիկին տալիս է ինքնազարգացվածություն, մտավոր զարգացվածություն, ֆիզիկական զարգացվածություն։ Ուշուն, ասենց ասեմ, կյանք է, ամբողջ կյանքն է ուշում։ Հետաքրքիր է։ Իսկ ինչ վնասվածքներ են հնարավոր ուշուի ժամանակ։ Ուշուի ժամանակ սխալ պարապմունքների ժամանակ, սխալ պարապմունք անելու ժամանակ կարած վնասես մկանները, հոդերը, ինչի համար այդտեղ կամ մարզիկը, թե մարզիչը պետք է լինեն գրագետներ։ Տարբեր սպորտաձևեր կամ մարտարվեստներ ինչ որ հատուկ վնասվածքներ ունեն։ Օրինակ, ասենք ծանրամարտը բնականաբար ծանրությունը գնում է ողնաշարի վրա, ուսերի վրա։ Ուշ ունի այդպիսի հատուկ հատվածներ, որ վտանգավոր է։ Հիմնականում ոտքի ծնկային հատվածն է, ու թաթային մասն է վնասվում, դա ուշուի ժամանակ, ու սանդայում արդեն մի քիչ ուրիշ է, այնտեղ կարա նաև պատրվածներ լինի, կոտրվածներ լինի։ Իսկ հակացություններ, որպես սանդայի հետ կապված, ինչ հակացություններ կան։ Չունենք որպես այդպիսի հակացություններ։ Չկան։ Չկա հակացություն։ Ունենք կարճատեսություն եւ այլն։ Չէ, որպես այդպեսին մենք զբաղվում ենք, այսինքն նենց է փորձում ենք երեխեքին ավելի մանկահասակ տարիքից վերցնել։ Եթե լինում են իրանք անցնում են բժշկական կուրսեր, եթե հակացուցումը բժիշկը արդեն իսկ չի կարող, կան նման լինում են նման դեպքեր։ Աչքերի հետ կարա կապված լինի, սրտի հետ կարա երեխան խնդիր ունենա, այսինքն բժիշկը մեզ ասում է, որ այս երեխան ունի օրինակ սրտի խնդիր կամ S1 կամ N1, ինքը չի կարող զբաղվել սանդայով, օրինակ կարա զբաղվի թաուլուով, այսինքն իրան այնտեղ ավելի հարմար լինի, որտեղ ոճերը շատ է, ամեն տարիքում, ամեն, չգիտեմ, տեսակով մարդու դաժե ինքը այնտեղ կարա իրան գտնի, սանդայում մի քիչ ուրիշ է։ Գոր, իսկ ինչպես եք մարզիկին հոգեբանորեն տրամադրում եւ կենտրոնացնում մրցահարթակ մտնելուց առաջ, այսինքն ինչպես եք նրան հոգեբանորեն տանում դեպի հաղթանակ։ Նայեք, տեսեք, շատ մարզիչներ կամ մարզիկներ կան, որ իրանք օրինակ մտածում են մենք պիտի հաղթենք։ Ես չեմ ուզում այդպես նայեմ ու չեմ ուզում երեխեքի չեմ էլ տալիս տենց երեխեքին, որտեղ եթե պիտի ինքնաբերաբար արդեն իր մոտ լարվածություն է մտնում։ Օրինակ լավ սենց ասեմ, ինքը գիտի հակառակորդ Ադրբեջանի ներկայացուցիչն է, ինքը տրամադրում է որ պիտի հաղթի, բայց չէ, դա սխալ է։ Բայց ամեն դեպքում ազդում է, չէ, հոգեբանորեն։ Եթե հակառակորդը Ադրբեջանից է, ինքը պետք է իրան հաղթի։ Ինքը երբ որ իրեն հաղթի, այդ հոգեբանորեն, այդ իր մոտի լարվածությունները, ամեն ինչը վերանալու է իր մոտից։ Ոնց ձեզ բացատրեմ, տեսեք, մեր մարզիկները պարապում են, հաղթում է իր ֆիզիկական կառուցվածքին, իր վախին, իր հոգեբանությանը։ Ինքը միջև այդ տատամի մտնելը, միջև առճակատման ինքը իրեն պետք է հաղթի։ Այ հենց պիտի իրեն, այդ պիտին, որ ինքը իրեն հաղթի, դիմացի մարզիկը արդեն հանգիստ հաղթելու է, խնդիր չի լինել։ Ունեք հատուկ հոգեբանական մեթոդներ մարզիկին պարտության ստրեսից հանելու համար, դա կարևոր կետ է կարծում եմ, որովհետև չգիտեմ, որ դուք տեղյակ եք թե չէ, կան շատ ինքնասպանության դեպքեր, կաթվածի դեպքեր, այսինքն հոգեբանորեն ինչ-որ ձևով օգնում եք կամ ունեք մասնագետներ։ Լինում են, դա նորմալ է, երբ որ մարզիկը օրինակ պարտվում է ու դրանից հետո կարան գնի այդ իրավիճակում։ Որպես այդպեսին, որ դեղամիջոց կամ չգիտեմ, ինչ-որ բան տես չկա։ Չէ, դեղամիջոցի մասին չի, հատուկ, չգիտեմ, հոգեբանական օգնություն եւ այլն։ Մարզիկին միջև այդ պետք է տրամադրած լինի բանը մարզիչը։ Այսինքն մարզիկը ինքը պետք է հասկանա պարտությունն ինչ է, հաղթանակն ինչ է։ Այսինքն պետք է ընդունես, եթե դու պարտվել ես, պետք է ընդունես։ Դա ամենակարևոր բանն է։
Դա շատ կարևոր հոգեբանական աշխատանք է։ Դա միջև այդ մինչև դա պիտի պրոֆեսիոնալ դառնի։ մարզիկա մտել է ինքը արդեն լուրջ մենամարտի, ինքը արդեն իսկ պետք է տենց տրամադրված, տենց մտածելով, տենց որ պարտվի, ուրեմն ունենք խնդիրներ։ Այդ ամեն ինչը կլուծենք, նորից կհենենք հաջորդ առճակատմանը, հակառակ արդյունք կստանանք։ Ուշույի չեմպիոն դառնալու համար ամենակարևոր հատկանիշները որոնք են։ Մարզիկը ինքն իրեն հաղթի։ Մենակ ուշում չէ, ես նաև խորհուրդ կտամ մնացած սպորտաձևերում։ Գոր գիտեք ինչու եմ ես այս հարցերը տալիս, ես օգնում եմ ծնողներին այս հարցերով, որովհետև շատ ծնողներ շատ լավ գիտեն իրենց երեխաներին ու գիտեն ինչ է պետք իրենց, ուզում են իրենց երեխան ունենա հաջողություններ կամ ուղղակի մարզվի, տան մարտարվեստի, տան սպորտաձևի, իրենք հստակ պետք է հասկանան այսինչ հակացությունները, այսինչ վնասվածքները, այսինչ ունակությունները, այսինչ հատկանիշները, եւ նրանք արդեն կկարողանան հեշտությամբ կողմնորոշվել տվյալ ուշուն կամ այլ սպորտաձև կամ այլ մարտարվեստ իր երեխային համապատասխանել, թե ոչ, ես դրա համար եմ շատ տալիս, որ ծնողի համար մատչելի լինի, թե ինչ է իրենից ներկայացնում ուշուն, որովհետև ծնողը ամենալավը գիտի իր երեխան ինչ ունակություններ ունի, ինչ հակացություններ ունի, ինչ խնդիրներ ունի, գուցեև նա ուզում է որ հաջողություն ունենա իր երեխան, հաջողություն կունենա տվյալ սպորտաձևում, թե ոչ, այդ դրա համար են իմ հարցերը։ Նայեք, տեսեք, դրա համար մեր մարզաձևը ունի երկու ոճ, սանդա ու թաուլու ու բոլոր տարիքային խմբերում, բոլոր տարիքային, մեծահասակներն են կարող զբաղվեն նաև ու ամեն մարդ իր ոճը կարա ընտրի տեղ, օրինակ շատ կան, մենք անցկացնում ենք ծնողական ժողովներ ենք անցկացնում, ծնողների հետ զրուցում են, կամ ծնողը ասում է, ես չեմ ուզում իմ երեխուն հարված գտնի, բան, առաջարկում են, օրինակ զբաղվի թաուլուով, սիրուն, մենե մարմնամարզությունը ավելի շատ իրանից պահանջում, ճկուն լինելա պահանջում։ Իսկ ծնող կա նաև ուզում է, որ ասում է, ես ուզում եմ իմ երեխան, չգիտեմ, չոր լինի, ուժեղ լինի, ֆիզիկապես արդեն սանդա ենք առաջարկում, մարզիչներ ենք առաջարկում, արդեն տարածքայինով ենք հասկանում, այսինքն եթե Էրեբունի մամոտիկ, Էրեբունի ենք առաջարկում, Շենգավիթ մոտիկ, Շենգավիթ ենք առաջարկում։ Ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մեջ ամենակարևորը ո՞րն է ձեզ համար։ Ամենաուշագրավը։ Հաղթանակների մեջ դա 2010 թվականի Օրենբուրգ քաղաքում, Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքում պրոֆեսիոնալ սանդայի առաջնությանը մասնակցելն էր եւ այդտեղ եմ հաղթել պրոֆեսիոնալ սանդայում, իսկ որ ձեռքբերում չասեմ, բայց իմ ամենակարևորագույն, որ ես մասնակցել եմ, դա եղել է 2011 թվականի ուշուի աշխարհի 11-րդ առաջնությանը, որ ես ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետությունը 56 կիլոգրամ քաշային կարգում։ Շնորհակալ եմ Գոր։ Ես նույնպես։ Կարծում եմ այժմ կարող ենք սկսել սիրելի հեռուստադիտողներ։ Սկսեցինք։ Գևորգ Բաղդասարյան 52 կիլոգրամ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն։ Աղվան Նագոյան երիտասարդների 56 կիլոգրամ քաշային կարգի կրկնակի Եվրոպայի չեմպիոն։ Յաշա Մնացականյան
60 կիլոգրամ քաշային կարգում բրոնզե մեդալակիր։ Դավիթ Բաղդասարյան։ Երիտասարդների 65 կիլոգրամ քաշային կարգում արծաթե մեդալակիր։ Գրիգոր Տոնիկյան։ Երիտասարդների 80 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոն։ Վահան Մկրտչյան։ Մեծահասակների 48 կիլոգրամ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն։ Ձախը ձախնավաշի։ Արսեն Բաղարյան, մեծ ասակների 60 կիլոգրամ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն։ Դավիթ Վարդանյան, մեծահասակների 65 կիլոգրամ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն։ Դավիթ Իսախանյան, մեծահասակների 56 կիլոգրամ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն։ Ժիրայր Պետրոսյան, մեծահասակների 52 կիլոգրամ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն։ Սիրելի հեռուստադիտողներ, սկսում ենք որովայնի աշխատանքը գոր պատրաստեք։ Այո։ Վերցրու ենք որևէ ծանրություն, ես վերցրել եմ սպորտային ափսե, դուք տեսեք տանը ինչ համար բան ունենք։ Տեսեք, դունչը բարձր, հայացքը առաստաղին արտաշնչելով ձգվում ենք առաջ և ուղղվում ենք, գնացինք։ Այս վարժությունը, սիրելի հեռուստադիտողներ, կատարում ենք ամենաքիչը 16 հաշիվ։ Այնուհետև ոտքերը ուղղում ենք, պահում ենք ծանրությունը, գոր տեսնում եք ինձ։ Այո։ Ահա, պահեցինք, հիմա տեսեք, տանում ենք հետ և թեք, հետ և մյուս կողմով թեք, հետ, թեք։ Այս վարժությունը նույնպես, սիրելի հեռուստադիտողներ, կատարում ենք 16 հաշիվ ամենաքիչը, այնուհետև գոր, տեսեք, բերում ենք կենտրոն և ոտքերը ծալվեց ուղղվեց։ Այնուհետև ոտքերը ուղղվեց, նորից 16 հաշիվ, ձգվում ենք դեպի ոտնադատ։ Սա նույնպես կատարում ենք 16 հաշիվ։ Հետո ծանրությունը դնում ենք մի կողմ, գոր, ուսը պոկում ենք, ոտքերը ուղղում ենք, և իջեցնում բարձրացնում ենք։ Սա 16 հաշիվ, այնուհետև ծալում ուղղում ենք 16 հաշիվ, սիրելի հեռուստադիտողներ, և այսպես ենք ծալում ուղղում 16 հաշիվ։ Ահա, նստեցինք։ Վերցնում ենք ծանրագունդը կամ ափսեն, մարմինը մի փոքր հետ, ոտքերը խաչվեց և գնում ենք կողքից կողք։ Սա մոտավորապես 32 հաշիվ պիտի կատարեք, սիրելի հեռուստադիտողներ։ Այնուհետև պահում ենք և փորձում ենք ոտքերը ուղղել։ 8, 7, 6,
5 4 3 2 1 ծալվեց հանգստանում ենք 4 վայրկյան եւ նորից ուղղվում ենք այսպես մի 8 անգամ հեռուստադիտողն ծալվեց 8 անգամ դա կատարում ենք դրեցինք Սիրելի հեռուստադիտողներ, ես ուրախանում եւ հպարտանում եմ մեր ամեն չեմպիոնի ծածանած հաղթական դրոշի համար։ Այսօր այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։